Բարի լույս ժողովուրդ, այսօր ես կպատմեմ, թե ինչպես ոսկեջրված զարդերը խնամեք, որպեսզի նրանք չվնասվեն եւ չգունաթափվեն, բայց միջև այդ բաժանորդագրվեք ալիքին եւ լայքերը դրեք եւ առանձին վիդեո եմ պատրաստելու հարց ու պատասխանի։ Ինձ դրա համար անհրաժեշտ է, որ դուք ձեր հարցերը գրեք կոմենտում։ Անպայման ձեր կարծիքը այս վիդեոյի մասին թողնում եք, դրանց է կպատասխանեմ։ Սկսեցինք։ Ոսկեջրված զարդերը շատ գեղեցիկ են, բայց պահանջում են հատուկ խնամք, իրենց փայլը պահպանելու համար։ Ահա մի քանի պարզ կանոն ոսկեջրված զարդերը պահպանելու համար։ Խուսափեք քիմիական նյութերից, օծանելի, քրտինգ, մարմնի կրեմներ, այս ամենը կարող է վնասել ոսկեջրված շերտը։ Օգտագործեք միայն այն ժամանակ, երբ որ արդեն շպարված եք եւ պատրաստ։ Հիմա կպատմեմ ոսկեջրված զարդերի ճիշտ խնամքի մասին։ Վերցնում եք գոր ջուր, հեղուկ օճառ եւ փափուկ մաքուր կտոր։ Խոզանակները կամ կոշտ սպունգները կարող են վնասել ոսկեջրված զարդի մակերեսը։ Հեղուկ օճառը խառնում եք գոր ջրի հետ, դրանից հետո փափուկ շորը ընկղմում եք ջրի մեջ, հանում եք, լավ քամում եք այնպես, որ ջուր դուրս չգա։ Դրանից հետո շատ նուրբ ոսկեջրված զարդը մաքրում եք, բայց այնպես արեք, որ իր վրա ջրի հետքեր չլինեն, այսինքն ամբողջ զարդը չթրջեք։ Պետք է լավ քամած լինի եւ շատ նուրբ մաքրեք ամբողջ զարդը։ Հաջորդ կանոնը ձեզ կօգնի պահել զարդի փայլը եւ չվնասել այն։ Պահում եք առանձին տուփի մեջ։ Ոսկեջրված զարդերը չպետք է շփվեն այլ զարդերի հետ։ Օգտագործեք փափուկ նյութից պատրաստված տուփ կամ կտոր։ Մի քնեք զարդը ձեզ վրա կրած, քանի որ գիշերվա ընթացքում շփումները կարող են քերել կամ քայքայել շերտը։ Ամիսը մեկ անգամ մաքրեք, դա բնական է, չարժե ամեն օր մաքրել, որտեղ կարող եք վնասել ոսկեջրված զարդի մակերեսը։ Այսօր այսքանը ժողովուրդ ջան, անպայման լայքերը դրեք եւ բաժանորդագրվեք ալիքին եւ տարածեք մեր վիդեոները։ Օգնեք, որ մեր ալիքը հասնի 10,000 բաժանորդի։ Ցտեսություն։